Մեծարգո պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, արդեն մոտ 2-3 ժամ է քննարկում ենք 2026 թվականի բյուջեի նախագիծը, բայց քանի որ Երևանի բյուջեն հրապարակային փաստաթուղթ է, սիրելի քաղաքացիներ, առաջարկում եմ, խորհուրդ եմ տալիս նաև մանրամասն ծանոթանալ այս հրապարակային փաստաթղթին, ինչու, որովհետև եթե Աստված միացե ձեր ինֆորմացիայի աղբյուրը մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներն այստեղ սոցիալական ցանցերում, ապա կարող է թվալ, որ ամեն ինչ կործանված է, ամեն ինչ ավերված է եւ նույնիսկ ավելին ասեմ, մենք գոյություն չունենք արդեն, ուղղակի այսպես անփութորեն չենք նկատել դա, ինչը բնականաբար այդպես չէ։ Իդեպ Մայր Հայաստան խմբակցության անդամը միացրեց մեր քաղաքական առաջնորդի ձայնագրությունը եւ նկատեց դրական էմոցիան, որ մենք ունենք, ես եւ իմ թիմակիցները, ուզում հասկանալ դուք, հարգելի գործընկերներ, որ էմոցիայից դրդված չեք խոստովանում, թե ով է ձեր քաղաքական առաջնորդը եւ անդադ խոսելով թափանցիկությունից չեք խոստովանում եւ այդ քաղաքական պատասխանատվությունը չեք ստանձնում ձեր քաղաքական առաջնորդի հետ։ Ես հրապարակային բոլոր ուրեմն տեսագրություններից եմ ասում, ես սովոր չեմ մանիպուլյացիաների, ուրախություն ինձ։ Շնորհակալ եմ։ Անդրադառնալով ուրեմն Երևանի բյուջեի նախագծին, սիրելի քաղաքացիներ, ծանոթանալով նախագծին, դուք կտեսնեք, որ 2026 թվականին հետևողականորեն եւ ավելի մեծ տեմպերով նույնիսկ շարունակվել են 2-3 տարիների մեծածավալ աշխատանքները, որ սկսվել են Երևանում, դրանք շարունակական նախագծեր են, նոր նախագծեր են եւ ինչպես նշեց պարոն քաղաքապետը, մեծածավալ մեգա նախագծեր են, որոնք շատ հոռետեսների եւ Երևանի բարօրությունը ցանկացողների իմ խորին համոզմամբ իրականանալու են։ Ինչ վերաբերում է եկամուտներին, շատ է խոսվում այստեղ արդյունավետ կառավարումից, դասընթացներ է տրվում արդյունավետ կառավարման, 3 տարիների ընթացքում Երևանի բյուջեն եռապատկվել է։ Սա պարզապես թիվ չի։ Սա կառուցվածքային բարեփոխումների եւ ուրեմն Սա կառուցվածքային բարեփոխումների արդյունք է եւ որպես մասնագետ կարող եմ փաստել, որ տեղի ունեցել շատ արդար եւ հավասարակշռված հարկաբյուջետային մոտեցում, ինչու, որովհետեւ եկամուտները գեներացվել է այն ոլորտներից, որոնք առաջանցիկ տեմպերով զարգանում են եւ վերաբաշխվել է այն ոլորտները, որտեղ դրա կարիք ունեն։ Սրա ավելի արդար, ավելի արդյունավետ ու սոցիալական քաղաքականություն ես չգիտեմ, եթե դուք օրինակներ ունեք, կարող եք բերել։ Ինչ վերաբերում է ծախսերին, ծախսերը երկու հիմնական ուղղությամբ են բաշխվում, սիրելի երևանցիներ, մի ուղղությունը ցավոք սրտի տարիներով ավերված, ուրեմն չզարգացած, թալանված ենթակառուցվածքների վերականգնում է ցավոք սրտի եւ պարզապես մանկապարտեզներից խոսելուց խնդրում եմ հիշել, որ առնվազն 10 տարի եղել, որի ժամանակ 110 մանկապարտեզ ուրեմն օտարվել է։ Երկրորդ ուղղությունը ի պատիվ մեր քաղաքական թիմի եւ պարոն քաղաքապետի ապագային միտված ծրագրերն են, այսինքն թվայնացում, խելացի քաղաք, տվյալահեն համակարգեր եւ այլն։ Սիրելի քաղաքացիներ, 2026 թվականին Երևանը համաչափ շարունակելու է զարգանալ։ Ձեր բակը կառուցվելու է, ձեր վերելակը փոխարինվելու է, ձեր քաղաքը լուսավորվելու է, կանաչապատվելու է, այո, մանկապարտեզներն ու բուժ հաստատությունները զարգանալու են ու վերակառուցվելու են։ Տրանսպորտային համակարգը բարեկարգվելու, այո, դժվարություններով համալրվել է նոր շարժակազմով, նոր կառավարման համակարգերով, նոր ենթակառուցվածքներով, բայց եւս մեկ անգամ ուզում եմ նշել թվայնացման գործընթացը։ Այլևս փոխվել է քաղաքապետարանի ու քաղաքացու միջև փոխհարաբերությունները։ Կան արագ եւ մատչելի ծառայություններ քաղաքացիների համար on-line հարթակում, կան տվյալահեն համակարգեր, քաղաքը դինամիկ զարգանում է։ Եվ այս ամենը, սիրելի քաղաքացիներ, ամփոփելով ասեմ, դուք կարող եք տեսնել հրապարակված փաստաթղթում, բայց որ ամենակարևորն է, ինչը ամենակարևորն է, դուք այս ամենը, այս ծրագրերը, ինչ որ ես նշեցի, կարող եք տեսնել ձեր պատուհանից, ամեն մեկը ձեր վարչական շրջանում եւ մեր սիրելի մայրաքաղաքում։ Ես եւս ուզում եմ շնորհավորել բոլորիս 2026 թվականը գալիք եւ վստահաբար այլևս մենք թեւակողելու ենք խաղաղության ու զարգացման ժամանակաշրջան։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։